Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մասին խոսելիս չի կարելի չանդրադառնալ Ադրբեջանի պատմության թեմային։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմն ու Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը և այդ քարոզչությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, թե ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները, նաև գիտնականներ, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե Սևանալիճ չկա, կա Գոյչալիճ։ Այս քարտեզները մենք պատրաստել ենք, դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են։ Ադրբեջանցի շուրջ 40 ուսանողի արգելել են մուտք գործել Մոլդովա և հենց օդանավակայանից հետ են ուղարկել։ Տեղեկություն այս մասին հայտնում է Reporters-ը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեին։ Ուսանողները պատրաստվում էին Ուկրաինա մեկնել սովորելու համար։ Մոլդովական կողմը նրանց մուտքը մերժել է համալսարան ընդունվելու մասին ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերի պատճառով։ Ուսանողները վերադառնում են Ադրբեջան, ասել է Հաջիզադեն։ Ադրբեջանի տարածքից ոչխարի մի ամբողջ հոտ է անցել հայկական կողմ Սոտք գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, սահմանապահներից պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, այլ մանրամասներ ևս հայտնի չեն։